Քաղաքական դաշտը Հայաստանում մոնոպոլիզացված է։ Նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Որ պատովը ուզում եք զարկեք ձեզ, նման պայմաններում չի կարող լինել ինտելեկտի, քաղաքական ազնվության, որակի, գաղափարախոսության, արժեքների միջև առողջ եւ պրոդուկտիվ պայքար։ Մենք պիտի սա մի րոպե շուտ ընդունենք, որքան էլ որ դա դժվար է։ Անցումը դեպի ժողովրդավարություն այն գարշելի, կիսատոտալիտարիզմից, որում գրեթե 30 տարի ապրել ենք, այս փուլում տապալվել է։ Ընտրությունները, այո, չեն կեղծվում, ու դա մեծ ձեռքբերում կարելի էր համարել, եթե թաղային խուժանը, օդիոզ եւ քվազիկրիմինալ կերպարները, կոռուպցիայի եւ անօրինությունների մեջ թաթախվածները լեգիտիմացված եւ բրախտ տված փողոցներում իրենց հին տասովկեքին անցած չլինեին։ Բոլոր նախկինների բարձր հովանու ներքո, քանզի այս դեպքում փոշիանում է այն հանգամանքը, որ հարաբերականորեն ասենք խցիկը չեն լցրել կամ եղել է անհամեմատ թափանցիկ ընտրական պրոցես, որովհետև խցիկում նման կերպարների թերթիկները հայտնվում են էլի նախկին հակաժողովրդական եւ ստորացուցիչ ձևերով։ Դրանք բոլորիդ էլ հայտնի են։ Ասենք, իրավաքաղաքական գնահատական չտալ, լեգիտիմացնել, պարզաջրել, վարկաբեկվածի պատմուճանը վրեքներից հանել, քաղաքական դիակները վերակենդանացնել, հետո ասել, դե մենք ինչ անենք, քաղաքական իմբեցիլություն եւ իմպոտենտություն չի, գործարք եւ համաձայնություն չի, բա ինչա։ Ինչ մտածի 2018 թվականի մայիսին փողոցները հեղեղած այս ժողովուրդը ձեր մասին։ Ու չասեք, թե ժողովուրդը թող կաշառք չվերցնի, կամ ժողովուրդը պիտի խուսափի նախկիններին ընտրելուց։ Ներկա համայնքապետեր ունեք, որոնք հենց հիմա թաթախված են կոռուպցիայի, անօրինությունների, հովանավորչության մեջ։ Քրեական բարքերի կրողներն էլ իրենց պաչիկով բարևում են, հետն էլ քրեական բարքերի նոր կրողներ են դարձել եւ դուք դա շատ լավ գիտեք։ Իրենց տեղերն էլ գիտեք, տակների կղանքներն էլ, բայց անձեռամխելիությամբ եք օժտել եւ այդ հոտը ձեր դուրը գալիս է։ Ու ոչ միայն համայնքապետերի, տարբեր մանր եւ միջին պաշտոնյաների մասին է խոսքս, որոնք ներկաներից են։ Ու երբ ընտրական քարոզարշավին սրանք դուրս են գալիս մարդամեջ, մարդիկ ինքզին ասում են՝ ում ընտրենք, սրանց, էս չեն, ինչով են տարբերվում նրանցից։ Այսինքն, դատական համակարգը, ուժայինները, ողջ հետախուզական, քննչական բազան, պատժիչ իրավական գործիքները գտնվում են կառավարության ձեռքի տակ, բայց բոլոր նախկինները։ Բրախտված 7-րդ տարին է ման են գալիս, վայելում են տարիների ալանթալանը, աճում եւ բարգավաճում են, հետն էլ դաշտի ռեալ խաղացողներ են։ Ու սա դեռ քիչ է, մի բան էլ ձեր շարքերից են համալրել պահուստային ֆոնդը։ Ու դուք հավատ ու քվե եք ուզում դեռ այս ժողովրդից։ Կամ այդ անիմաստ ռեֆորմները, տեղից փեշտերդ վարված էր Արցախի հարցի եւ պատերազմի, անվտանգային մարտահրավերների ֆոնին, մի հատ էլ մարդկանց կյանքը ծանրացնում եք սոցիալական քարեր գրպաններում դնելով, կամ այդ ֆալշ դիվերսիֆիկացիան ձեր դուրն եկավ։ Հասկանում եք, Հայաստանում 2025 թվականի մարտին Եվրադաշինքը պարտվում է կոմունիզմին։ Սա աղետ է, ու հարցը այն չի, թե ումից էր բաղկացած արևմտամետներին ներկայացնող թևը, այլ այն, թե ինչ գաղափարական սով է տիրում այս երկրում, Արցախի կորստից, պատերազմից եւ ռուսների մեզ այդքան փուռը տալու հաջողված օպերացիաներից հետո։ Պերմյակով տեսած Գյումրին, հասկանում եք, պատրաստ են ընտրել կոմունիզմը այս հառաջադեմ դարում, երբ Պուտինը մտել է հարևան եղբայրական երկիրը, մեր ու մանուկ կոտորում ու ասում. «Պիտի իմ սրի իմ հրի ներքո ապրեք, քանզի ես ձեզնից ուժեղ եմ»։ Երևի դարակներից հանենք նախահայրերի պիոներական վսկապները եւ գոռանք. «Պրոլետարներ, բոլոր երկրների, միացեք»։ Հայաստանի Հանրապետության մի բուռ մնացած տարածքը, որի սահմանները Մոսկվան անգամ չի ճանաչում, բայց որոշների ծաղրած եվրադիտորդները հեռադիտակներով եւ գրիչներով պաշտպանում են Ալիևի գիշատիչ ճանկերից, այսօր ընտրում է Մոսկվային, Հանրապետության երկրորդ քաղաքում։ Վաղը կընտրի ամենուր, ու դուք, մենք բոլորս հավերժ կապրենք որպես նսեմացված եւ անարժեք կիսագաղութ եւ ոչ թե որպես պետություն, եւ իրոք երանի կտանք Թաթարստանի կարգավիճակին, ինչպես ասում էր հայտնի դասականը, կամ էլ կձուլվենք, կմաղվենք, կգնանք։ Հեռանկարը սրանից այն կողմ չի անցնում։ Իսկ հիմա խախտեմ կոլեգիալ էթիկան եւ դիմեմ դաշտի արևմտամետներին։ Եթե դուք իրոք պայքարում եք այս երկրի ինքնիշխանության համար, գաղափարների եւ իդեաների համար, ժողովրդավարության եւ ապագայի համար, ապա խելքներդ գլուխներդ հավաքեք եւ միավորվեք, մի կողմ դնելով ձեր այս դեպքում հիմար, սին, ծանծաղ, անկարևոր ամբիցիաները։
Ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը չի անցնելու հաջորդ խորհրդարան առանց մյուսների։ Կամ կուր ճակատ կդառնաք եւ կբամփեք բոլորի գլխին, ժողովրդի աջակցությունը տնետուն խնդրելով, կամ պիտի գնաք եւ ԿՊ-ի հետ միանաք արդեն ուղիղ, առանց սեթևեթանքների, մինչեւ կկայացնեք դաշտի մաքրումը ներսից մատնանշելով սխալները։ Մնացածը միֆ է ու կործանիչ միֆ։ Մի բան էլ, այդ որ ասում եք Եվրադաշինքը ԿՊ-ի ոտքի տակը փորեց քննադատելով, այդ չեք տեսել, որ Եվրադաշինքը դեռ ոչ մի բառ չէր նետել ԿՊ-ի կողմը, բայց ԿՊ-ից արդեն հայտարարում էին, թե բա բոլորուտ ուժերը Վարդանիգեն։ Ալեն Սիմոնյանն անգամ սա ընդունեց եւ ներողություն խնդրեց, մյուսներն էլ իրանց դրեցին կաշեփողի տեղ։ Կամ որ ասում եք առանց Նիկոլի արևմտամետները 0 են։ Հարգելիներս, Նիկոլի իշխանությունը հենց հիմա հիմնված է արևմտամետների գոյության փաստի վրա։ Վկա մայրաքաղաք Երևանը, որտեղ որ պահին ուզենան, դաշինքը կքանդեն եւ դա էլ կհանձնվի ձեր գովելի ռուսահարճ եւ ռոբա սերժակոց նախկիններին։ Քանզի Նիկոլը քաղաքամայր Երևանը պահելու շանսերը դեպքում էլ չի ունենա։ Իսկ թե ինչ նշանակություն ունի Երևանը երկրի ընդհանուր քաղաքականության մեջ, գոնե այդ հուսամ ձեր նեղլիկ գլուխներում մի կերպ խցկելով, բայց տեղավորվում է։ Ու որ ասում եք, բա այլընտրանք եք, թող ընտրեն։ Նորից եմ կրկնում, մոնոպոլիզացված դաշտում արժեքային պայքար չի լինում։ Դուք դեռ պիտի, մենք դեռ պիտի այսքանից հետո կրկին պայքարենք մաքուր դաշտի համար, նոր միայն այնտեղ դառնանք գաղափարակիր մրցակիցներ։ Գնացեք հետևություններ արեք, որովհետև իրոք որ երկիր ենք կորստում։ Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Գրել է Հարություն Մկրտչյանը Facebook-յան իր էջում։